Բարի երեկո, սիրելի հետևորդներ, կարծում եմ ձեզնից շատերն են սպասում այս երեկոյին, որովհետև բավականին մեծ թվով հարցաշար ունեք ներկայացրած մեր երիտասարդ ստեղծագործող Վահե Գարեգինին, ով պատրաստ է այսօր պատասխանելու ձեր ուղարկած հարցերին։ Մինչ անդրադառնանք հետևորդների հարցերին, կցանկանայի Վահե ջան նախ ողջունել քեզ երեկոյի առթիվ եւ առաջին հարցը հնչեցնել մեր ընկերներից Տիկին Կարինե Գևորգյանի հարցը։ Ովքեր են ծնողներդ, նրանք օգնում են ձեզ, թե պարզապես չեն խանգարում։ Այսպիսին է Տիկին Կարինեի առաջին հարցը, Վահե ջան։ Ծնողներս օգնում են ինձ, իմ կողքին են եւ աջակցում են իմ ստեղծագործական գործունեությանը։ Տիկին Կարինեի մյուս հարցն այսպիսին է. Ինչպիսին է պլանների վաղը, մյուս օրը, հետոն, ամեն ոք ինչ-որ քարտեզ է գծում անելիքի, որն է գլխավորը։ Գլխավորը մեր հասարակությանը տալ մաքուր գրականություն, այդ է գլխավորը։ Շնորհակալ։ Իմ ծրագրերի մեջ պարզապես ես չեմ ցանկանա հիմա մանրամասն անդրադառնալ ծրագրերին, որոշակի բաներ հաշվի առնելով։ Տիկին Կարինեի երրորդ հարցը այսպիսին է. Արցակ թե չափածո, որտեղ է համարցակ գրիչդ։ Չափածոյի մեջ։ Չափածոյի մեջ։ Մեր մյուս ընկերոջ հարցն եմ ուզում հնչեցնել Տիկին Մարլենայի հարցը, որ թեման է գործերիդ մեջ ամենաշատը ապրեցնում։ Հայրենիք եւ սեր։ Կարճ կոնկրետ, շնորհակալ եմ։ Ինչպիսի գույն ունի քո ամենաթանկ երազանքը։ Սպիտակ։ Մարլենայի հարցներ։ Սպիտակ գույն ունի։ Սպիտակ։ Իհարկե։ Քո հաղթանակների մեջ բնավորությանդ որ գիծն է հանդիսանում խթանիչ ուժ։ Մեղմությունը, բարությունը եւ անկեղծությունը, որը իրոք իմ բնավորությունն է։ Գեղեցիկ որակներ, կեցես։ Հիմա ես քեզ կներկայացնեմ Վահե ջան, Տիկին Խուստուբ Լիլիթի հարցերը, առաջին հարցն այսպիսին է. Վահե ջան, ինչ դեր է խաղում քո կյանքում ծառայության 2 տարին Կապանում։ Ծառայության 2 տարին ընդհանրապես ծառայությունը տղային տղամարդ է դարձնում։ Եվ բացի դա ստեղծագործական գործունեությանս մեջ մեծ դեր ունեցավ հենց բանակը։ 2019 թվականից ինձ օգուտ տվեց, որ ես կարողանամ հրապարակայնորեն մտնել գրական դաշտ։ Համարձակ Ասեմ ավելին, իհարկե, ասեմ ավելին անգամ զորամասում ընթերցում էին իմ ստեղծագործությունները, հրամանատարական կազմը եւ զինվորները։ Շնորհակալություն։ Նաև պետք է տպագրվեի զինվորական ամսագրի մեջ, բայց ցավոք սրտի պատերազմի պատճառով չստացվեց։ Պատերազմ։ Տիկին Լիլիթի մյուս հարցը. Որն է քո ստեղծագործելու բուն մուսան։ Ինչը։ Բուն մուսան, քո ստեղծագործելու բուն մուսան որն է, այսպես է հնչեցնում Տիկին Լիլիթը իր հարցը։ Հայրենիքը։ Որտեղ կցանկանայիր ընդմիշտ ապրել եւ ստեղծագործել, սա էլ Տիկին Լիլիթի երրորդ հարցն է։ Հայաստանի Հանրապետությունում եւ իմ ամենասիրելի քաղաքներից մեկում Կապան քաղաքում։ Երևի Տիկին Լիլիթ իմացել է ինչ հարց է տվել, պատասխանը իմանալով։ Իհարկե, որովհետև էլի իմ գործունեությունը հենց սկսվել է Կապան քաղաքից։ Դե բոլորս գիտենք, որ դու Կապանը սիրում ես։ Ես էլ եմ սիրում Կապանը, բայց բոլորս գիտենք քո այդ սիրո մասին։ Քո հետևորդներից Սամվել Սարգսյանը այսպիսի մի հարց է հնչեցնում. Ինչ ազդեցություն է ունեցել ձեր գրական գործունեության մեջ Նարինե Հայրապետյանը։
Բոլոր իմ ընթերցողներն էլ Նարինե Հայրապետյանին ճանաչող ընթերցողներն էլ տեսնում են իրոք իր մեծ ազդեցությունը իմ գրականության, ինչու ոչ նաև իմ գրական մտածելակերպի վրա։ Նարինե Հայրապետյանի ամեն խրատը, ամեն խորհուրդը դա իմ գրական ստեղծագործական գործունեության մեջ մեծ դեր ունեցավ, որ ես կարողացա հասնել այս բարձրությանը։ Որտեղ եք հիմա։ Իհարկե։ Եթե վերջացրիք պատասխանը, ես Սամվել Սարգսյանի երկրորդ հարցը հնչեցնեմ։ Ինչպես եք վերաբերվում լռությանը։ Լավ։ Լավ։ Ես լռություն սիրում եմ։ Կարող եք գրել առանց ցավի։ Նորից հարց է տալիս Սամվել Սարգսյանը։ Առանց ցավի ես կգրեի սիրո մասին։ Նույն մարդը հարց է տալիս։ Եթե աշխարհը մեկ օր ընթերցի ձեզ, ինչ կգրեիք։ Աշխարհը մեկ օր ընթերցի կգրեի իմ հայրենիքի մասին, կգրեի մեր տեսած ցավի մասին, որ նրանք էլ իմանան, ճանաչեն, թե հայը ինչքան է տանջվել, ինչեր է տեսել։ Նորից Սամվել Սարգսյանի հարցերից։ Կարող է պատերազմը ստեղծագործություն ծնել։ Միանշանակ այո, որովհետև իմ ստեղծագործությունների մեծամասնությունը ծնվել է պատերազմի ժամանակ ջրականում։ Աննա Մակարյանն է հաջորդ հարց հնչեցնողը։ Ունեք բանաստեղծություն, որը գրվել է ցասումով։ Իհարկե։ Սրտիս ցասում, այդպես է կոչվում բանաստեղծությունը, որտեղ ներկայացված է պատերազմից հետո իմ զայրույթը մեր այդ ժամանակվա իրավիճակի մասին։ Հասկանալի է։ Որն է ձեր ամենաուժեղ ստեղծագործությունը, հարց է հնչեցնում Գևորգ Գրիգորյանը։ Ամենաուժեղ ստեղծագործությունը երկու ստեղծագործություն կա, որ ես դա համարում եմ ուժեղ, մեկը հոգու սպորտում վերնագրով եւ երկրորդը գազանանոց վերնագրով ստեղծագործությունները։ Դավիթ Սարգսյանը այսպիսի մի հարց է ձևակերպել. ովքեր են ձեր գրական կուռքերը մեր մեծերից։ Ես ունեմ մեկ գրական կուռք եւ դա Եղիշե Չարենցն է։ Որն է ձեր սիրելի ժանրը, գրական ժանրը։ Դավիթ Սարգսյանն է կրկին հարց տալիս։ Շնորհակալ։ Քնարերգությունը։ Լիաննա Գևորգյան, այսպիսին է հարցը. ինչից եք ոգեշնչվում։ Հայրենի բնությունից, ողջի քչքչոցից, այո։ Ինչու ոչ նաև ես նաև ամենաշատը ոգեշնչվում եմ Կապան քաղաքում բնությունից։ Մերի Խաչատրյանն է հաջորդ հարցը հնչեցնում. կան բաներ, որ երբեք չէիք գրի։ Այո, կան։ Չէի գրի պատերազմի մասին։ Չէի ձոներ չէի նվիրի մեր զոհված հերոսաբար ընկած տղաներին։ Չէի գրի հայոց ցեղասպանության մասին։ Բայց ունենք այն, ինչ ունենք այսօր։ Անի Մաղաքյանն է հաջորդ հարցը հնչեցնում. եթե հնարավորություն ունենայիք ճաշել մեր մեծերից որևէ մեկի հետ, ում կընտրեիք։ Եղիշե Չարենցին։ Ինչ է գրելը ձեզ համար, ազատվել ցավից, ապրել, թե փոխվել։ Հարցը հնչեցնում է Անահիտ Գրիգորյանը։ Ավելի շատ ապրել։ Իսկ ինչից է վախենում Վահե Գարեգինը, Հայկ Ղեղոնդյանն է հարցնում։ Մարդկային հիմարությունից, դավաճանությունից։
լավ էր, շատ սիրուն պատասխան հնչեց, ինձ դուր եկավ։ Ստեղծագործող լինելը առաքելություն է, թե ինքնաարտահայտման ձև, Լիլիթ Գրիգորյան Սահակյան։ Ստեղծագործողի համար որպես ստեղծագործող դա ինքնաարտահայտման ձև է, իսկ եթե ունես սերունդների առաջ պարտք, դա առաքելություն է։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը հնչեցնում է Արմինե Հակոբյանը։ Կա ստեղծագործություն ձեր գրածներից, որի վրա հետադարձ հայացքով չեք վերադառնում։ Ես իրականում իմ ոչ մի գրած ստեղծագործության վրա հետադարձ հայացքով չեմ վերադառնում։ Եթե ես նոթատետրի մեջ գրեցի, փակեցի այդ էջը, ես այլևս դրան չեմ վերադառնում։ Իսկ ո՞րն է պատճառաբանությունը, այդ հարցը հնչեցնում եմ ես։ Ասեմ, ես միշտ մտածել եմ, որ եթե ես գրել եմ այդպես, ուրեմն դա այդ պահի դրությամբ իմ միտքը այդպես է ինձ ստիպել, որ ես գրեմ։ Ու այդպես փակվում է այդ էջը ու բացվում է նորը։ Հասկացա, շնորհակալ եմ։ Ինչպես եք վերաբերվում մրցույթներին, հարցնում է Էլիզա Մալխասյանը։ Ես ինքս մրցույթներ չեմ սիրում, ու չեմ էլ մասնում։ Վատ եմ վերաբերում, որովհետև այսօր արդար մրցույթներ գրեթե չկան։ Ես ծափահարում եմ կարծիքին, ես էլ եմ այդ կարծիքին, ողջունում եմ, համամիտ եմ, հետո շարունակեք։ Եթե լիներ արդար, իրոք արդար, միգուցե վատ չէի նայի դրան։ Ու նաև միգուցե մասնակցեի։ Գրիգոր Երեմյանն է հարց հնչեցնում, որ թեմաներն են ձեզ համար ամենամոտն ու կարևորը։ Ամենամոտն ու կարևորը սերը առաջին հերթին եւ հայրենիքը։ Մովսես Լևոնյանն է հարցնում, որ ժանրում եք ձեզ ավելի ազատ զգում, արձակում թե չափածոյում։ Չափածոյում։ Կան արտասահմանցի գրողներ, ովքեր ձեզ վրա ազդեցություն են թողել, Մարատ Դավթյան։ Արտասահմանցի գրողներ ինձ վրա ազդեցություն չեն թողել, բայց ես հաճախակի եմ կարդում, օրինակ ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլան եւ իրանցի գրող իրանահայ գրող ավելի ճիշտ Վահե Արմենին։ Հասկանալի է, շնորհակալություն։ Մարատ Դավթյանը մի այսպիսի հարց է ձևակերպել. Ինչու հրաժարվեցիք Վրաստանի հայ արվեստագետների միության կողմից ձեզ տրված հասարակական գործի կոչումից։ Որովհետև Վրաստանի հայ արվեստագետների միության կողմից ես գրեթե արդեն 2 տարի ենթարկվում եմ հալածանքների, քարկոծանքների ավելի ճիշտ։ Նաև ինչու ոչ մեր տելեգրամյան հարթակներում վիրավորական որոշակի բառերի եւ դրանից հետո ես հայտարարեցի դրա մասին, որ ես հրաժարվում եմ եւ այդ կոչումը իր փաստաթղթերով հանդերձ ուղարկել եմ Վրաստան։ Շնորհակալություն, չգիտեմ հետևանքները տողատակերը, բայց ամեն դեպքում որոշումը չի։ Եվ ես նրանցից այլևս ոչ մի կոչում չեմ վերցնելու։ Դա արդեն սկզբունքայնության հարց է։ Հասկանալի է, շնորհակալ եմ, կարծում եմ հարց հնչեցնողը եւս բավարարված կլինի հարցից։ Այս հարցը հնչեցրել է Նարե Գյուրջինյանը, որը նաեւ ինձ հետաքրքրեց։ Ինչ ազդեցություն ունի ձեր ներկայիս գրական գործունեության մեջ Նաիրա Գյոզալյանը։ Մի փոքր դժվար է ասելը, բայց փորձեմ կարճ ասել։ Նաիրա Գյոզալյանը ունի ազդեցություն բնականաբար ներկայումս ունի ազդեցություն իմ ստեղծագործական գործունեության վրա։ Ես օրինակ այսպես ասեմ, երբեք իմ ստեղծագործությունը չեն արտահայտել իրականությունը։ Եվ ինչու ոչ նաև ընթերցելով Նաիրա Գյոզալյանին, այսօր ես ունեմ ստեղծագործություններ 25 թվականին գրված, որոնք իրոք կոշտ են, նաև կոպտություն եմ տեսել մեջը։ Նաև Նաիրա Գյոզալյանի շնորհիվ ես սովորեցի
որոշ բաներ հանդուրժել։ Համբերություն ունեցա վերջապես որոշ բաներ հանդուրժելու։ Նաև որոշ մարդկանց։ Շնորհակալ եմ Վահե ջան։ Նարե Գյուրջյանի շնորհակալությունը կարծում եմ կհայտնի բավարարված լինելով հարցի պատասխանից։ Ես շնորհակալություն եմ հայտնում քեզ կողքից նայելով քո կարծիքը իմ մասին եւ իմ ազդեցությունը քո գրական գործնեության մարդկային առումներով։ Գեցե մեր համագործակցությունը հարցերը շարունակեմ։ Ինչու ստեղծեցիք հայորդիներ գրական խմբակը եւ ինչու հրաժարվեցիք դրանից։ Լևոն Հախինյանն է հարցը հնչեցնում։ Նախ եւ առաջ թույլ տվեք անդրադառնալ իրականությանը։ Հայորդիներ գրական խմբակ չի եղել սկզբում։ Հայորդիներ ռազմամշակութային հասարակական նախաձեռնություն է եղել Կապան քաղաքում Նարինե Հայրապետյանի գլխավորությամբ, որը բացվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Նարինե Հայրապետյանի մահից հետո Նարինե Հայրապետյանի վերջին խոսքերը եղան այն, որն ուղղված էր ինձ, խնդրանք, որ ամեն գնով պահպանեմ հայորդիները։ Իմ որոշմամբ 2023 թվականին արդեն փակվել է հայորդիներ ռազմամշակութային հասարակական նախաձեռնությունը Կապան քաղաքում, դադար եմ առել մի փոքր, որից հետո 2024 թվականի փետրվարի 8-ին ստեղծել եմ հայորդիներ գրական խմբակը։ Իդեպ ասեմ, հայորդիների վերաբերյալ շատ մեծ վեճեր են եղել նաև Կապան քաղաքում, Մեղրի ռազմամշակութային հասարակական կազմակերպությունը փորձեց դա բարձր ամբիոններից վերագրել իրեն, թե իբր այդ նախաձեռնության հիմնադիրը իրենք են։ Նարինե Հայրապետյանի մահից հետո իհարկե դա, նաև մինչև մահը։ Մահից հետո ես անդրադարձել եմ դրան, խոսել եմ, որից հետո արդեն Երևան քաղաքում սկսվեցին նման վերագրումներ արվել, բայց հայորդիներ գրական խմբակը ես ստեղծեցի, ես եմ հիմնադիրը ներկայումս, ստեղծել եմ 2024 թվականի փետրվարի 8-ին, որպեսզի Նարինե Հայրապետյանի ահռելի աշխատանքը չկորչի, անհետ չկորչի։ Եվ հիմա հայորդիներ գրական խմբակ չի, այս պահի դրությամբ հայորդիներ ստեղծագործական խումբ է, որն ունի տարբերանշան, որը նաև գործում է Նաիրա Գյոզալյանի հոգու մտքի մշակույթ հասարակական կազմակերպության շրջանակներում։ Հայորդիները ես ասեմ այսպես, Տիկին Գյոզալյան դուք էլ նկատած կլինեք, թե ես ինչպես եմ վերաբերվում կոնկրետ հայորդին ստեղծագործական խմբին եւ ինչու ոչ նաեւ նախկինում խմբակին։ Ինձ մոտ դա հիվանդագին չասեմ, բայց մի քիչ ավելի մոտ է ինձ։ Իմ ճանապարհը այդպես եմ ես սկսել, ես դրանով եմ մտել այս դաշտ։ Եվ հիմա հրաժարվել դրանից պարզապես անմտություն կլինի։ Ոնց որ դու քո ճանապարհից, քո քայլից հրաժարվես, որովհետև ճանապարհդ փակ է։ Իսկ ես փորձել եմ բոլոր ճանապարհները բացել, ինչու ոչ այդ խմբակում նաև ներգրավել երիտասարդներին։ Սեդրակ Բիլբուլյանը նաև ով եղել է հայորդիներ գրական խմբակի էջերում ադմին վարող, եւ մենք այդպես ենք աշխատել եւ ես չեմ հրաժարվել այդ հայորդիներից։ Դա իմ ճանապարհն է, ես չէի կարող դրանից հրաժարվել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Վահե ջան, մի հատ քո հանգամանալից բացատրության արդյունքում այսպիսի հարց ինձ հետաքրքրեց։ Այդ խանգարիչ հանգամանքները, որ ծնվեցին, հայորդիներ հնչեղ ձևակերպումն էր պատճառը, որ այդքան խանգարիչ հանգամանքներ հնչեցին։ Միթե չէր կարելի հոմանիշը գտնել, մարդիկ ստեղծեին մի այլ կառույց, ոչ թե քեզ խանգարեին, բուն պատճառը խանգարելու ինչն էր։ Տիկին Գյոզալյան, իրենք այսպես են բացատրել, բացատրությունը այն է, որ Կապան քաղաքում չի կարող լինել հայորդիներ ռազմամշակութային, չգիտեմ, հասարակական նախաձեռնություն։ Դա Մեղրի ռազմամշակութային կազմակերպության դիրքորոշումն էր, բայց
Դրանից հետո ես իմ դիրքորոշումը հայտնեցի, Նարինե Հայրապետյանը 21 թվականին իր դիրքորոշումը հայտնեց կոշտ ձևով, նաև մեր ելույթները Facebook-յան հարթակում տեքստի տեսքով դրված են, տեսած կլինեք։ Նրանք անվան հետ կապ չունեին, նրանք պարզապես 2021 թվականից ռազմամշակութային նախաձեռնության հայորդիների մասին է խոսքը, կար 50 հոգի անդամ մասնակից, իսկ մեղրի ռազմամշակութային հասարակական կազմակերպության անդամները ընդամենը 20 հոգի էին, որոնցից 3-ը հիմնադիրներ էին։ Երևի անդամների հետ էր կապված, որ փորձում են իրենց կողմ քաշել։ Իդեպ ասեմ, նրանք էլ փորձում էին այդ կազմակերպության միջոցով գումարներ աշխատել, գումարներ վաստակել, որին դեմ էր Նարինե Հայրապետյանը։ Շատ խիստ դեմ էր, ինձ էլ անգամ մի խորհուրդ տվեց, ասեց երբեք ինչ էլ ստեղծես, միշտ հիշիր, որ դա անում ես մեր սերունդների համար, ոչ թե գումար աշխատելու։ Եվ ես նույնպես այսօր ոչ մի կոպեկ չեմ աշխատում։ Դա ինձ պետք չի։ Ես իրոք փորձում եմ Նարինե Հայրապետյանի հիշատակն անմահացնել եւ նրա կատարած գործը, որը այսպես ասած կտակեց ինձ, վերջին մարդը երևի թե ես էի, որ կտակեց ինձ այդ գործը եւ ես պետք է շարունակեմ, դա պարտականություն է։ Շնորհակալ եմ, մեծ բավարարված եմ հարցի համար, բայց տրամաբանական շարունակություն է մյուս հարցը, որը հնչեցրել է Գարեգին Մահտեսյանը։ Դուք հայտարարել եք, որ առանց Վահե Գարեգինի չի կարող լինել հայորդիներ խմբակն ու գիրքը։ Վերջապես կարող է առանց ձեզ գոյություն ունենալ հայորդիներ խմբակը։ Առանց Վահե Գարեգինի չի կարող լինել հայորդիներ գրական խմբակ կամ ստեղծագործական ինչ-որ նախաձեռնություն։ Շնորհակալություն։ Ես դա ասել եմ նաև 24 թվականի հուլիս ամսին։ Մի հատ այսպես գեղեցիկ ամպագորգոր հարց եմ հնչեցնելու։ Արամ Մարգարյանն է հնչեցրել հարցը. Եթե 2 տարի ժամկետով լինեիք ՀՀ մշակույթի նախարարը, ինչ բարեփոխումներ կանեիք։ Մի փոքր դժվար է։ Առաջին հերթին երկրի ղեկավարին կխնդրեի հայտարարել արտակարգ դրություն եւ ինձ տրամադրել ոստիկանական որոշակի զորք եւ ես ամբողջությամբ կմաքրեի մշակույթի ոլորտը։ Ու տվեք ինձ տվեք այդ պաշտոնը, ես ասել եմ սա 2021 թվականին կրկին Նարինե Հայրապետյանի հետ ամբիոնից երբ որ զրուցում մեր ընթերցողների հետ էինք զրուցում, ես ամբիոնի մոտից ինձ նման հարցելի ուղղվել էր Կապան քաղաքում, ես ասացի ինձ տվեք մշակույթի նախարարի պաշտոնը 1 տարի ժամկետով, ինձ տվեք պետական աջակցություն ոստիկանության եւ չգիտեմ ինչ մակարդակով կլինի եւ քաշվեք կողքի։ Եվ ես 1 տարվա մեջ ամբողջությամբ կմաքրեմ մշակույթը։ Մաքրել ասելով ի՞նչ նկատի ունես Վահե ջան։ Այն մարդիկ, ովքեր փորձում են մշակույթի ոլորտում իրոք չափ ու սահման անցել են, փորձում են գումարներ աշխատել զոհված ծնողների հաշվին, ինչու ոչ փորձում են մեկը մյուսին սևացնել եւ այլն, ամբողջությամբ այդ մարդիկ կհայտնվեին այն տեղում, որտեղ իրենց տեղն էր։ Արժի բոլորս բարեխոսենք մի տարի ժամկետով ձեզ տանենք։ Նման առաջարկներ էլի եղել են քաղաքական նախաձեռնությունների կողմից, ես բնականաբար մերժել եմ, որտեղ իրոք ես կարող եմ դա անել, բայց ես ինչ չեմ պատկերացնում դրանից հետո այդ պաշտոնին։ Հաջորդ հարցը հենց այդպիսին է, եթե ձեզ տեսնում եք նախարարի պաշտոնում, նույն նախարարի, եւ եթե օրերից մի օր ձեզ ցանկանան նշանակել, ինչ արձագանք կտաք։ Սա հարց է տալիս Էլիզա Ադամյանը։ Բնականաբար ես կմերժեմ, բայց եթե այլ թեկնածու չունի ժամանակավորապես թեկուզ 6 ամիս ժամկետով կամ ավելի կարճ, ես երկար չեմ ցանկանա նման պաշտոնում լինել, միգուցե կհամաձայնվեմ։ Մենք ամբողջ խմբով կգանք քեզ օգնելու։
Ինչից է վախենում Վահե Գարեգինը, հարցնում է Մերի Մանուկյանը։ Նման հարց կարծեմ սկզբից հնչել էր Հնչեց, չեմ մարդկային հիշում։ մարդկային հիմարությունից եւ դավաճանությունից։ Որն է ձեր սեղանի գիրքը, հարցնում է Արամ Հովանիսյանը։ Այս բան ես ունեմ սեղանի երկու գիրք, առաջին տեղում կրկին Երիշե Չարենցն է, երկրորդ տեղում Սիլվա Կապուտիկյանը։ Ինչ կցանկանայիք ասել ձեր գրական հակառակորդներին, Ալինա Մարտիրոսյանն է հարցնում։ Միայն մի խոսք, վերջապես հանդարտվեք։ Այո։ Ամեն օր եք գրում, հարցնում է Նարինե Մեխակյանը։ Իհարկե։ Հնչեցնում եմ վերջին հարցը, ինչ գործնեություն է ծավալել Վահե Գարեգինը 2019 թվականից մինչև 2023 թվականը և որն է ձեր կարգախոսը։ 2019 թվականին ես ծառայության մեջ զինվորականների օգնությամբ, օժանդակությամբ եւ աջակցությամբ փորձեցինք ամբողջ Զորամասում, ինչու ոչ նաեւ դրանից դուրս տարածել Վահե Գարեգինի ստեղծագործությունները։ Զորամասում երկու ստեղծագործող կային, մեկը կարծեմ դադարեցրել էր ստեղծագործելը, իսկ ես ահռելի քանակով ունեի, նաեւ ասեմ ջրականում մինչև պատերազմը իմ հրամանատարի տեղակալը ընթերցեց իմ գործերից մեկը, կարճ փոքրիկ գործեր եւ ձեռքս սեղմեց ու այս ոլորտում մաղթեց բարիերթ։ Ու դրանից հետո իմ գործերը սկսեցին Զորամասի հրամանատարական կազմերն ընթերցել, զինվորներն ընթերցել։ 2020 թվականին, երբ դուրս է եկել ազատ արձակման, դեռևս մինչև 21 թվական ծառայում էի ես։ 2020 թվականի հուլիսի 11-ին, երբ ծառայությանս 1 տարին լրացել էր, դուրս է եկել ազատ արձակում, ես սիրում էի ազատ արձակում գնալ, ես չէի պտտվում քաղաքի մեջ, ես գնում էի նստում էի Ողջի գետի ափին, գրպանումս փոքրիկ նոթատետր կար, դրա մեջ ստեղծագործում էի եւ հենց այդ ժամանակ ծանոթացա հոգեբան ստեղծագործող Նարինե Հայրապետյանի հետ, ով վերադարձել էր Ֆրանսիայից։ Ուժման նպատակով գնացել եւ վերադարձավ Ֆրանսիայից։ Այդ ժամանակ արդեն սկսվեց Նարինե Հայրապետյանի գլխավորությամբ մշակութային վերածնունդ անունով նախաձեռնություն, որը ես կրկին վերականգնեցի։ Դրանից հետո ինքը փակեց, ես եղել եմ մշակութային վերածնունդ կազմակերպության անդամ, որից 10 օրվա տարբերությամբ դուրս եմ եկել, որտեղ ես դա իմը չէր, ես ինձ չէի գտնում դրա մեջ, մանավանդ անվան հետ կապված։ Դրանից հետո սկսեցինք ազատ արձակումների ժամանակ այցելել դպրոցներ, Կապան քաղաքի, նաև այցելեցինք Մեղրի դպրոցներ, ու այդպես սկսվեց։ 21 թվականին էլ արդեն հայորդիներ նախաձեռնությունը, երբ ստեղծեց Նարինե Հայրապետյանը, արճակատումների մեջ ենք եղել, ստեղծագործական, մի քիչ էլ դրա մեջ պարունակում էր դիվանագիտություն, այսպես ասեմ, ամբիոններից ինֆորմացիայի տարածումներ, քննադատություններ, որոնք ինձ համար իրոք տհաճ էին, բայց այսպես ասեմ ուրիշ ելք չկար։ Իրենց դեմ պետք է իրենց ձևով կռվեինք, այսպես ասած։ Ու դրանից հետո արդեն 2021 թվականին, երբ որ ես վերադարձա, Նարինե Հայրապետյանը որոշել էր Երևան քաղաքում ստեղծել հայորդիներ հասարակական կազմակերպություն, որը չստացվեց իր մոտ ուղղակի, որովհետև ինքը իր համար դժվար էր Կապանից Երևան գալ անընդհատ։ Ես էլ չէի կարող հասարակական կազմակերպություն ղեկավարել, միգուցե երիտասարդ լինելու պատճառով, նաև տաքարյուն լինելու պատճառով ինձ դա հաստատ չէր կարող վստահել։ Եվ 2022 թվականին, երբ գնացի Կապան, մենք կրկին այցելեցինք դպրոցներ, նաև Կապան քաղաքում մի մանկատուն կար, որտեղ կրկին այցելեցինք, հիմա չեմ հիշի, թե որ տարածքում էր Կապանին։ Այնտեղ նաև ընթերցեցինք մեր ստեղծագործությունները
Իդեպ ասեմ, Նարինե Հայրապետյանը ինձ առաջարկում էր իր ստեղծած հայորդիներ նախաձեռնության կողմից պատվոգիր, որը ես մերժեցի բնականաբար, ես չվերցրեցի, որովհետև ես հենց սկզբից էլ պատվոգրերին մի քիչ լավ չեմ վերաբերվել, չէի ընդունում պատվոգիր, ասեմ ավելին շատերն են փորձել ինչ-որ մեդալներով, չգիտեմ, չեմ ընդունել։ Եվ 2022 թվականին արդեն իդեպ ասեմ Նարինե Հայրապետյանը պատերազմի ժամանակ 10 օր եղավ ջրականում զինվորական համազգեստով որպես հոգեբան։ Հենց այդ ժամանակ մի ստեղծագործություն ծնվեց ինձ մոտ, որը նվիրված էր հենց Նարինե Հայրապետյանին, ջրականում եմ գրել։ Արդեն 2022 թվականին մեր գործունեությունը ավելի ծավալվեց, մենք սկսեցինք Սփյուռքի ստեղծագործողներին մեր դաշտ բերել, բայց ցավոք 2023 թվականի մայիսի 16-ին մինչև նրա մահը, նրա վերջի խոսքը եղավ Վահե պետք է ամեն գնով պահպանես հայորդիները։ Եվ դրանից հետո հայորդիներ գրական խմբակը Փետրվարին ստեղծվելուց հետո ոմանք փորձեցին դա վերցնել, իրենցով անել, փորձեցին դա մտցնել իրենց կազմակերպությունների կազմի մեջ եւ փորձել ինձ ինչ-որ կոպիտ ասած հրահանգներ իջեցնել, թե ինչի ես մարդուն ադմին տվել, պաշտոններ եք բաժանում եւ այլն եւ այլն։ Բայց ես բնականաբար չհանձնվեցի, որոշակի ժամանակ հետո ես կրկին վերականգնեցի արդեն այլ տարբերանշանով, վերականգնեցի ու սկսեցի իմ գործունեություն, նաև այցելեցի 2024 թվականին արդեն Դավիթ Բեկ գյուղ, Արմիդա Գրիգորյանի եւ Վարդուհի Թադևոսյանի հետ միասին, որտեղ հանդիպեցի Դավիթ Բեկ գյուղի երեխաների հետ։ Իսկ 2024 թվականի հուլիսի 12-ին, երբ հեռացա Հայ արվեստի տնից, ստեղծեցի Հայ մշակույթի գործիչների միավորում դեռևս Facebook-յան, այսպես ասեմ, խումբը, որտեղ հավաքագրված էին Սփյուռքից, Հայաստանի տարբեր վայրերից մեր գրչընկերները, իսկ որոշ ժամանակ հետո կարծեմ հենց 2025 թվականին արդեն Հայ մշակույթի գործիչների միավորումը դարձավ Հայ մշակույթի գործիչներ ստեղծագործական խումբ եւ մտավ Նաիր Ակյոզալյանի հոգում մտքի մշակույթ հասարակական կազմակերպության մեջ, նաեւ որի մեջ է նաեւ հայորդիներ ստեղծագործական խումբը։ Շնորհակալություն Վահե ջան, մինչ կամփոփեմ այս գեղեցիկ հարցազրույցը, բազմաբավանդակ հարցազրույցը, կուզենայի իմ կարծիքը հայտնել վերջի լուսաբանմանդ հետ կապված Նարինե Հայրապետյանի հետ, որ դու նրա մահից հետո կարող ես շատ բաների մասին լռել, շատ բաներ տողատակում թողնել, բայց դու շնորհակալ մարդ լինելով հանդերձ կարողանում ես նրա արած գործնեությունը, նրա արած լավությունը, նրա ազդեցությունը քո դաշտում դրական պահել եւ բարձունքի վրա պահել։ Ես ինքս որպես մարդ շնորհակալ եմ քեզ քո տեսակի համար եւ համոզված եմ, որ մեր հետագա գործնեության ընթացքում հենց այս որակները կպահի մեր գեղեցիկ ընկերությունն ու համագործակցությունը։ Սիրելի հետևորդներ, այսքանով վերջացնենք, լսում եմ։ Իդեպ Տիկին Գյոզելյան այդտեղ կա նաև ձեր ազդեցությունը, որոշակի չափով դեռևս։ Մարդ պետք է մարդ մնա պարզապես։ Համամիտ եմ։ Սա առաջին անհրաժեշտ որակն է, որ ամեն ստեղծագործող պարտավոր է կրի, հետո նոր գրիչ վերցնի։ Սա մարդկային առումով ընդհանրապես ճիշտ է, բայց առավել եւս ստեղծագործողները, որովհետեւ նրանք ժամանակաշրջանի ուսուցիչներ են դառնում ճակերտավոր գրական ասպարեզի եւ պարտավոր են մարդկային որակները միշտ բարձր պահել։ Սա իմ ուրույն ու վճռական կարծիքն է եւ խիստ կերպով ես հետևում եմ իմ ցանկացած գործողությունների արդյունքում, որպեսզի մարդկային դաշտում ես թերացումներ հնարավորինս քիչ ունենամ կամ չունենամ։ Շնորհակալություն գեղեցիկ երեկոյի համար, գեղեցիկ հարցերի համար մեր լսարանի բոլոր մարդկանց, այսքանով ավարտենք հարցազրույցը երիտասարդ ստեղծագործող Վահե Գարեգինի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Շնորհակալ եմ։